երեք գիշերվանից Իրանը ամբողջությամբ հրթիռակոծության տակ է, Իսրայելը թիրախային սպանել է մինչև անգամ բարձրաստիճան զինվորականների, գլխավոր շտաբի պետ, մյուս զինվորականների, գերլարված իրավիճակ է, նաև Իսրայելը պատրաստվում է կամ եթե արդեն իրականացրել է օկուպացված Արցախից էլ իրենք պատրաստվում են հանձնել գործողությունների, ինչ իրավիճակ է, ինչպես կգնահատեք, Նիկոլ Փաշինյանը դստեր հետ Չեխիա է մեկնել եւ այսպես տարածաշրջան ուղղակի եռում է եւ ուղղակի բոլորը նաեւ վախով եւ ահազանգով սպասում են, որ հանկարծ Սյունիքը ուղղակի այս կրակի տակ չանցնի։ Խնդրեմ, ինչու է Սյունիքը, ամբողջ Հայաստանը։ Խնդրեմ, այս մասով հետո արդեն նաեւ նորից եկել։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար, հարգելի հայրենակիցներ, մենք այսօր տեսել ենք, թե ինչպես է Իսրայելը հարձակվել Իրանի Իսլամական Հանրապետության վրա, խփելով ատոմային ենթակառուցվածքներին։ Նախ ուզում եմ հստակ դատապարտեմ այս գործողությունները եւ ասեմ, որ մենք վերահաստատում ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը մեր բարեկամ ժողովուրդը, մեր ռազմավարական գործընկեր երկիր է եւ մեր հազարամյա հարևան եղբայրական պետություն է, ում վրա հարձակումը տեղի ունեցել եւ հարձակումը տեղի է ունենում հետեւյալ տրամաբանությամբ։ Նույն տրամաբանությամբ, որը այդ գեոպոլիտիկ տարբեր ուժեր տարիներ շարունակ սնուցում են, այսինքն աշխարհաքաղաքական միապետություն, սա է այսօր աշխարհում այդ գերտերությունների տրենդը, որոնք փորձում են նաև Ռուսաստանի, Չինաստանի վրա, այսօր արդեն Իրանի Իսլամական Հանրապետության վրա արդեն հարձակման տեսքով փորձում են փաթաթել իրենց մոտեցումները եւ իրենց ապագայի մասին տեսլականները, որն է այն է, որ պետք է լինի աշխարհաքաղաքական գեգեմոն, արևմտյան ուժեր, Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ եվրոպական որոշ երկրներ, որոնք պետք է որոշեն, թե առհասարակ մենք ոնց ապրենք, որը անթույլատրելի է եւ սրա դեմ է դուրս եկել Ռուսաստանի Դաշնությունը, սրա դեմ է դուրս եկել Չինաստանը, սրա դեմ է դուրս եկել Իրանի Իսլամական Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետությունը, ես բազմիցս խոսել եմ սրա մասին, եւս մեկ անգամ ուզում եմ փաստել, որ պետք է այս աշխարհաքաղաքական անվտանգային եռանկյունու մեջ լինի մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի գլխավորությամբ ձևավորի անվտանգային այնպիսի համակարգ, որը թույլ կտա Հայաստանի Հանրապետությունը պահպանել այս իրավիճակում, այս տեկտոնիկ իրավիճակում այսօրվա տեկտոնիկ անկումները, տեկտոնիկ շարժումները վերահսկելի սարքի Հայաստանի Հանրապետության անվտանգության համար, քանզի մենք տեսնում ենք, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները անգործության են մատնված, բացի հայտարարություններից եւ անատամ տեքստերից որևէ գործողություն չեն իրականացնում, մեր սահմանները պատշաճ այսօրվա դրությամբ պաշտպանված չեն այն առումով, որ ադրբեջանական զինուժ կա Հայաստանի Հանրապետության 200 քառակուսի կիլոմետրում օկուպացված, ադրբեջանցիները կրակում են Սյունիքի վրա եւ շատ հավանական է հարձակման, ավելի պատերազմական իրավիճակի ավելի ընդլայնված լինելու պարագայում, Իրանի վրա հարձակման ժամանակահատվածում շատ հավանական է, որ Ադրբեջանը որպես ֆորպոստ ծառայի Իսրայելի համար եւ հարվածներ լինեն նաեւ Ադրբեջանից, այսօր ինֆորմացիա կա, որ Ադրբեջանի տարածքից է հարվածներ հասցվել, մասնավորապես օկուպացված Արցախի հատվածներից հարվածներ է հասցվել, այսինքն կարող ենք փաստել, որ 2020 թվականի պատերազմը Ադրբեջանի կողմից սանձազերծված, Ադրբեջանի կողմից հրահրված, Ադրբեջանի կողմից սկսված այդ տերորիստական գործողությունները, հակահայ եւ հակամարտկային գործողությունները, որոնք վերջացան հստակ էթնիկ զտմամբ, կարող էին զուգորդված լինել պայմանավորվածություններով ոչ միայն աշխարհաքաղաքական
պայմանավորվածությունների ենթատեքստում, այսինքն ոչ միայն աշխարհաքաղաքական առևտրի, Ադրբեջան-Իսրայել համագործակցության ռազմաարդյունաբերության ճակատում, այլ նաև որպես նորից եմ կրկնում, Արցախի հատվածները օգտագործեն որպես ֆորպոստ, որը հնարավորություն կտա պետք եկած դեպքում հարվածներ հասցնել Իրանին, Իրանի Իսլամական Հանրապետությանը, եւ մենք տեսնում ենք, որ փաստորեն այս գործողությունները վաղուց են կազմակերպված եղել եւ Արցախի անկումը պետք էր նաեւ այն երկրներին, որոնք ուզում են այսօր Իրանի Իսլամական Հանրապետության անկումը եւ Արցախը նաեւ այն հատվածն էր աշխարհաքաղաքական քարտեզի, որը թույլ չէր տալիս այս ռեժիմների հարձակումը Իրանի Իսլամական Հանրապետության վրա այս հատվածում, այսինքն այդտեղ հայկական բանակ էր տեղակայված եւ ամուր պահում էր սահմանները, որոնք պաշտպանում էին թե Հայաստանի Հանրապետությունը, թե Իրանի Իսլամական Հանրապետության այդ հատվածները նաեւ, սա աշխարհաքաղաքական առումով, իսկ մեր ներքաղաքական առումով տեսեք ինչ խնդիր կա, որ աշխարհին կապող միակ այսօր ցամաքային ճանապարհը Իրանին դա անցնում է Հայաստանի մեջով։ Հայաստանն է այդ ճանապարհը տրամադրում, որը միացնում է Թեհրանին, Վրաստանի եւ Ռուսաստանի հետ։ Վրաստան Եվրոպա եւ Ռուսաստան եւ ԵԱՏՄ այլ երկրներ, այս մեծ ճանապարհը, մեծ ռեսուրս հանդիսացող ճանապարհը Հայաստանի Հանրապետության միջով անցնող միակ կյանքի ճանապարհն է այսօր կարելի ասել Իրանի Իսլամական Հանրապետության համար, որը ցավոք սրտի շատ մեծ հավանականությամբ Ադրբեջանի ձեռքով կարող են վերցնել, փակել, հարձակում գործել եւ փորձել վերցնել այդ հատվածը, դա մեր հայրենիքի մի հատվածն է, որը ունի ստրատեգիկ նշանակություն, ինչպես մնացած հատվածները իհարկե, բայց այսօր այդ հատվածն է ավելի վտանգված եւ այս վտանգված հատվածը պաշտպանելու համար, ինչպես մենք տեսնում ենք, Հայաստանի իշխանությունները որևէ գործողություն չեն իրականացնում։ Այսօր հարվածներ են հասցվում Թավրիզում, Իսլամական Հանրապետության Թավրիզի հատվածում, որոնք շատ մոտիկ են Հայաստանի Հանրապետության սահմանին։ Եվ այս ռազմական գործողությունները հանգիստ կարող են Ադրբեջանի ձեռքով տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն, փորձեն կտրեն, որպեսզի բլոկադայի եւ իզոլյացիայի մեջ վերցնեն Իրանի Իսլամական Հանրապետության։ Այսօր նաեւ մենք տեսել ենք, որ կա հայտարարություններ, որ եթե Իրանը այս գործողություններին պատասխան հարված հասցնի Իսրայելին, Իսրայելը հարվածներ կհասցնի նաեւ նավթային կոմունիկացիաներին, որոնք կբերեն Իրանի ֆինանսատնտեսական իրավիճակի կոլապսի ըստ հայտարարության, բայց ես վստահեցնում եմ, որ այս հատվածում մեզ պետքա, որ տարածաշրջանը լինի խաղաղ, որովհետև այսօր կա փխրուն խաղաղություն, այսօրվա դրությամբ, եթե կարելի է սա կոչել խաղաղություն առհասարակ, որովհետև այսպիսի պարտադրված խաղաղություն առհասարակ չի լինում, սա ուլտիմատումային քաղաքականությունն է, ուլտիմատումային քաղաքականություն, որը միտված է Հայաստանի Հանրապետության ոչնչացմանը, երկարատև տեսլական Հայաստանի Հանրապետության ոչնչացման։ Այս երկարատև տեսլականը խոսում է այն բանի մասին, որ Ադրբեջանը փորձում է կամաց մզել Հայաստանի Հանրապետության միջից կյանքը, փակելով ճանապարհներ, փակելով ստրատեգիկ ուղղություններ, վերցնելով ինչ-որ հատվածներ, վերցնելով բարձրունքներ, ռազմավարական ճանապարհներ եւ ռազմավարական բարձրունքներ ուզուրպացնելով Ադրբեջանը փորձում է այնպիսի դիրքեր զբաղեցնել, որ պատեհ պահին վերջնական հարձակում գործի Հայաստանի Հանրապետության վրա եւ Հայաստանի Հանրապետության կառավարիչների անատամ գործողությունները, անատամ դիրքորոշումը բերում է այն ողբալի իրավիճակին, որ ունենք այսօր։ Այսօր ուզում եմ իջեցնել, որ
մեր հայրենակիցները այս իսրայելական հարվածների արդյունքում օդում եղել են ինքնաթիռներ, որոնք վայրեջք են կատարել Բաքվի օդանավակայանում եւ այդ օդանավակայան վայրեջք կատարած ինքնաթիռում կան հայեր, որոնք աշխարհի տարբեր երկրներից իրանց գործերով մեկնում էին տարբեր երկրներ, արաբական տարբեր երկրներ, Չինաստան եւ այլն, բայց նրանք էթնիկ հայեր են եւ մեծ վտանգ կա այսօր նրանց կյանքերին։ Մենք տեսել ենք Ռուսաստանի հայ համայնքի ղեկավարի հայտարարությունը նաեւ, որը կոչ է անում, որ գործողություններ արվեն Ռուսաստանի Դաշնության կողմից գոնե, որ այս մեր հայրենակիցները վտանգի այդ կենտրոնից դուրս գան, որովհետեւ մենք գիտենք Ադրբեջանի ղեկավարության տերորիստական մոտեցումները եւ մենք գիտենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը շատ մեծ հավանականությամբ կարող է ասել, որ նրանք որևէ պատերազմի մասնակից են կամ որևէ ինֆորմացիա են տիրապետում եւ տանել նրանց բանտ, բայց դրա արդյունքում Նիկոլ Փաշինյանը կշնորհավորի նրանց ինչ որ մի տոն, ոնց որ արեց, երբ երկու հայ երիտասարդ գերեվարվեցին եւ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց ադրբեջանցիների Ղուրբան Բայրամը եւ տարածաշրջանում ունենալով մուսուլման այլ պետություններ, որոնք օրինակ եթե Իրանի մասին ենք մենք խոսում, մեր բարեկամ պետությունն ոչ թե թշնամի, Նիկոլ Փաշինյանը թշնամիներին շնորհավորում է բացահայտ, իսկ բարեկամներին չի շնորհում, սա Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն է առհասարակ, փչացնել, քանդել, պախարակել, զրոյացնել արժեքային բոլոր ձեռքբերումները, գաղափարական եւ ռազմավարական բոլոր ձեռքբերումները զրոյացնել մինչեւ այն հատված, որ մնա միայն Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունները։ Իսկ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունները մենք տեսնում ենք, որոնք են նա հարձակումներ է գործում հայ առաքելական Սուրբ եկեղեցու վրա եւ շարունակական ասարքում այդ հարձակումները։ Ես ձեզ ուզում եմ հիշեցնել, հարգելի հայրենակիցներ, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18-րդ կետով հանդիսանում է պետությունից անկախ մարմին, այսինքն օրենսդրության մեջ կա հստակ նշված, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցին չի ենթարկվում պետությանը, որովհետև հայ առաքելական Սուրբ եկեղեցին դա մեր ինքնության հենասյունն է։ Հայաստանի Հանրապետությունը, երբ որ նոր է ձևավորված եղել, 1000 ամյակներ ի վեր հայ առաքելական Սուրբ եկեղեցին է ձևավորված եղել մինչև դա եւ Սուրբ եկեղեցին է մեր պահպանել մեր գիրը, մեր տառը, մեր հայկական ինքնության փոխանցողն է եղել սերնդե սերունդ եւ Նիկոլ Փաշինյանը փորձում է խալխլել այս միակ հենասյունը, որը մնացել է Հայաստանի Հանրապետությունը, միջու միակ, որովհետեւ կային հստակ հենասյուներ, որոնք պահպանում են Հայաստանի Հանրապետությունը։ Դա հայկական բանակներ, դա Հայաստան-Արցախ Սփյուռք եռամիասնություններ, դա միասնականություններ ժողովրդի եւ այս ամեն ինչը Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռամբ զրոյացավ, ոչնչացվեց եւ այսօր Հայաստանի Հանրապետությունում այս հակաեկեղեցական գործողությունները ունեն գլխավոր մի քանի թիրախ։ Կարևոր թիրախները հետևյալն են։ Նիկոլ Փաշինյանը փորձում է աղանդովորական շարժումները Իրանով անել եւ տանել դեպի 26 թվականի ընտրություններ, այդ մարդկանց ասելով, որ տեսեք, ես անգամ եկեղեցու եւ կաթողիկոսի նկատմամբ եմ ոտնձգություններ գործում, ինձ ընտրեք։ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի երրորդ հանրապետությունը գոյություն չունենա։ Սրա մասին փաստում են նրա թիմակիցները, ԿՊԱ-ականները, այսօրվա եւ նախկին ԿՊԱ-ականները, փաստում են Հովիկ Աղազարյանները, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է ստեղծել իր Փաշինյանական Հայաստանը, Հայաստանի 4-րդ հանրապետությունը, որտեղ չկա բանակ, որտեղ չկա հայ առաքելական եկեղեցի, որտեղ չկան Հայաստանի Հանրապետությունով մտահոգված քաղաքական ուժեր, որտեղ կա միայն Նիկոլ Փաշինյան, ով ժողովրդին խաբում է, ասելով, որ ժողովուրդ ջան, այսօր
որոշում ենք կայացրել, որ մենք պետք է դառնանք մահմեդականներ, որովհետև չէ որ տարածաշրջանում մահմեդականներն են մեր հարևանները եւ ըստ էության գաղափարախոսությունը պետք է կիսենք մեր հարևանների հետ, թե չէ մենք այլևս գոյություն չենք ունենա եւ այսպես շարունակնա հետագայում կհրաժարվի թե գաղափարախոսությունից մեր ազգային, թե մեր հավատքից, թե քրիստոնեական դավանանքից, արժեքներից, արժեհամակարգից, թե կհրաժարվի բանակից, ոնց որ հրաժարվել այսօր, ասելով որ Հայաստանի Հանրապետությունում այո կան օկուպացված տարածքներ Ադրբեջանի կողմից, բայց այո մենք որևէ զինվոր այդ գործողությանը չի մասնակցելու, որևէ ռազմական գործողություն չեն կանելու, որպեսզի մեր տարածքները ազատագրենք։ Նիկոլ Փաշինյանի խաղաղությունը հետևյալի մասին է, որ այսօր Ադրբեջանի իշխանությունները իրենց ժողովրդին ասում են, որ Արևմտյան Ադրբեջանը, այսինքն Հայաստանը, որի մայրաքաղաքը նրանք կոչում են Երևան, պետք է վերադառնան իրենց պապական հայրենիքը, բայց ես ուզում եմ այդ ադրբեջանցիներին, ովքեր որ մեզ դիտում են, հիշեցնեն, որ ձեր պետությունը ունի ավելի կարճ կյանք, քան Coca-Cola-ի պատմությունը։ Դուք ավելի երիտասարդ եք, քան Յուվենտուսի թիմը, կամ Բարսելոնայի եւ այլն։ Դուք, այսինքն, միամիտ ստեղծված պետություն եք իրականության մեջ եւ սա ձեր պատմական հայրենիքը չի։ Դուք պատմական հայրենիք առհասարակ չունեք, դուք նոր ստեղծված պետություն եք։ Պատմական հայրենիք, եթե այս 1000-ամյակը կարողանաք անցնել որպես ժողովուրդ, հա, ոչ թե որպես թուրք սելջուկների կամ թաթարա-մոնղոլների մնացորդներից ստեղծված ինչ-որ պետություն, հա, որը այսօր փորձում է իշխանությունների մասին եմ խոսում, ոչ թե ժողովրդի, հիմնականում, որովհետև ժողովուրդը ըստ էության մեղավոր չի, եւ մենք չենք կարող ժողովրդին դատապարտել, որովհետեւ եթե ժողովրդին նայեն երկրի ղեկավարությամբ, նույն ձև այսօր էլ Հայաստանի Հանրապետության իշխանությունն էլ Նիկոլ Փաշինյանն է։ Հիմա մենք ինչ մեղավոր ենք, որ Նիկոլ Փաշինյանն է մեր ղեկավարը։ Նույն ձև Ադրբեջանի ժողովուրդը կարող է ասել, մենք ինչ մեղավոր ենք, որ մեր ղեկավարը այս սրա նման տերորիստ է, այսինքն էլի ով որ հակա մարդկային գործողություններ է իրականացնում, թեև մենք չենք ՇՊ չգիտենք, բայց ամեն դեպքում ժողովրդին թիրախավորելը ճիշտ չի, բայց իշխանությունների այդ թեզերը մենք ունենք մեր հակափաստարկները, որոնք փաստաթղթավորված են, ոչ թե կարծիքներ են, եւ այդ կարծիքները, որոնք նրանք սերմանում են ադրբեջանցիների մեջ, կեղծիքներ են, հա, այդ կեղծիքները բերելու են Ադրբեջանի կազմաքանդմանը եւ լուծարմանը որպես պետություն, որովհետեւ նման մոտեցումները, նման ռազմատենչ հայտարարությունները աշխարհաքաղաքական պատմությունը ցույց է տվել, որ ընդհանրապես այդ մոտեցումներով երկրները երկար կյանք չեն ունենում եւ հետեւաբար ես ձեզ վստահեցնում եմ, որ մենք այս շրջափուլն էլ կանցնենք, կհաղթահարենք եւ հայը կմնա հայ եւ հայը չի անկրկի եւ չի ծնկի եւ ես ուզում եմ ձեզ հիշեցնել նաեւ մի հետաքրքիր օրինակի մասին, որը բերել էր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որ Հայաստանի Հանրապետությունը հայ ժողովուրդը անգամ Ռուսաստանի կայսրության, Ռուսաստանի կայսրության ժամանակ եւ Ռուսաստանը եղել է կայսրություն, այդ ժամանակահատվածում են փորձել հայ առաքելական եկեղեցու նկատմամբ ինչ-որ ոտնձգություններ անել եւ անգամ այդ հզոր կայսրության ժամանակահատվածում դրանց չեն կարողացել նրանք ծնկի բերել հայ առաքելական Սուրբ եկեղեցին եւ հայ ազգին առհասարակ եւ ով է Նիկոլ Փաշինյանը, որ կարողանա այսօր ծնկի բերել հայ առաքելական Սուրբ եկեղեցին եւ սրան ի պատասխան մենք տեսել ենք շատ անմակարդակ պատասխաններ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահի նկատմամբ վիրավորական պատասխաններ այդ քաղաքական թերուս ընտանիքի ներկայացուցիչների կողմից եւ դրանք վիրավորական են ոչ միայն առաջին նախագահի հասցեն, այլ վիրավորական են նախագահի ինստիտուտի հասցեին, որովհետեւ չի կարելի այդպես արտահայտվել որևէ նախագահի վերաբերել, ով Հայաստանի Հանրապետությանը նվիրել է հաղթանակներ եւ նվիրել է պարզ ճակատով քայլելու հնարավորություն, անկախ քաղաքական ուղղություններից, որոնք ես անձամբ կարող եմ չկիսել, բայց կա պատմական ճշմարտություն եւ այդ պատմական ճշմարտությունը չի կարելի ուրանալ եւ այդ պատմական ճշմարտության մեջ մտնում է, որ առաջին նախագահի հետ այդպես խոսալը
Հայաստանի Հանրապետության ղեկավարին կամ ղեկավարի ընտանիքին սազական չի եւ անթույլատրելի է։ Դա խոսում է նրանց, նորից եմ ասում, տգիտության եւ տահասության մասին, նրանք խոսում են, որ կրթվել է նորաձև եւ այլն, իմիջիայլոց այս կոնտեքստում ուզում եմ հիշեցնել, որ Աննա Հակոբյանը մեկնում է Չինաստան 2 տարով ուսուցանելու ինչ որ չինական փիլիսոփայություն եւ մենք այս իր քայլը շատ տարակուսելի է այս իրավիճակում, թե փոխանակ կրթվել է նորաձևը շրջանակներում առաջի տիկին հանդիսացող, դե ֆակտո առաջի տիկին հանդիսացող Աննա Հակոբյանը փոխանակ կանխի այն մեծ արտագաղթը, որ Հայաստանի Հանրապետությունում կա եւ փորձի մարդ բերել Հայաստանի Հանրապետություն, Աննա Հակոբյանը կրթությունը որոշել է այս տարիքում եւ լինելով կարգավիճակում, լինելով կարգավիճակում քաղաքական, այսինքն Հայաստանի Հանրապետություն վարչապետի տիկին, նա որոշել է այս փուլում մեկնել Հայաստանի Հանրապետությունից, շատ մարդիկ սա որակում են որպես փախուստի հնարավորություն, փախուստի միջոց, որ կարողանան նրանց փրկությունը գտնեն այլ երկրում, որովհետև նրանք Հայաստանի Հանրապետությունում ապագա չեն տեսնում։ Այն ապագան, որը նրանք խոստացել են, ամենայն ազնվությամբ կարող ենք փաստել, որ արդեն նվիրել են հայ հասարակությանը։ Նրանք ասում էին ապագա կա, բայց այդ ապագայի մեջ չկար Արցախը, չկար Հայաստանի Հանրապետության մի հատված, եւ ես վստահեցնում եմ, որ եթե Նիկոլ Փաշինյանը մնա, ես այս տաղավարում 2021 թվականին ասել եմ, եւ այս սեղանը դրված էր այն կողմում դեռ, ես ասել եմ, որ այս տաղավարում ես ասում եմ, հիշեք այսօրվա իմ խոսքը, որ Արցախը լինելու է զինաթափում Արցախում, Արցախից հանվելու են հայկական զորքերը եւ Արցախը չի լինելու առհասարակ, եթե մնա Նիկոլ Փաշինյանը։ Հիմա ես նորից կրկնում եմ, եթե Աստված չանի Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության, Հայաստանի Հանրապետությունից ոչ միայն կտրվելու է Սյունիքը, այլ նաեւ այլ հատվածներ, նաեւ ներառյալ Սևանը եւ այլ հատվածներ Հայաստանի Հանրապետությունը կորցնելու է եւ Ադրբեջանը վերցնելու է այդ հատվածները, իսկ Նիկոլ Փաշինյանը ասել է, որ պատմական Հայաստանը եղել է այն ժամանակահատվածում, երբ Երևանը եղել է Երևանի խանություն։ Ժողովուրդ ջան, կհանի մի քանի փաստաթուղթ, կասի, «Էսա տեսեք, Երևանը խանություն է եղել ժամանակին եւ Օսմանյան կայսրության ժամանակ նորմալ է ապրել ենք, ժողովուրդ ջան, ասեք ինչ եք դժգոհ եղել, որ նորմալ է ապրել ենք Օսմանյան կայսրության վաղ, հիմա էսա, կամ պետք է Օսմանյան կայսրության վերածննդի մեջ մենք մեր մասնակցություն ունենանք որպես մաս Ռուսաստանին հանելով տարածաշրջանից եւ այլ, կամ պետքա մեծ կոտորեն մորթեն, որովհետեւ նախկիներն են մեղավոր, այդ լոլոները, որոնք որ կա, հա, տեսեք նաեւ այս շրջանակներում, այս կոնտեքստում, այս թեմայի, ես ուզում եմ ձեզ մի կարևոր բան հիշեցնել, որ եթե Նիկոլ Փաշինյանը չթալաներ մեր պետությունը 7 միլիարդ դոլարի, մենք այսօր կունենայինք սպառազինության ավելի լայն եւ նոր հատված, որոնք ավելի մրցունակ կդարձնեն Հայաստանի Հանրապետությունը։ Եթե Նիկոլ Փաշինյանը չթալաներ 7 միլիարդ դոլարի, մեր հանրապետությունը կունենար նոր ԱԹՍ-ներ, նոր հոպեր, այսինքն հակաօդային պաշտպանության հնարավորություն եւ նոր զինատեսակներ, որոնք կպաշտպանեին Սյունիքը, կպաշտպանեին Հայաստանի Հանրապետությունը եւ մենք չէինք վախենա այսօր խոսել այն բանի մասին, որ կարող է մեզ կտրեն Իրանի Իսլամական Հանրապետությունից թուրք-ադրբեջանական տանդեմը Իսրայելի աջակցությամբ, ոնց որ դա արեցին Ղարաբաղը որպես պլացդարմ Իրանի դեմ, նույնիսկ հիմա կարող են անել, որպեսզի վերականգնեն Թուրանը, ոնց որ նրանք, ես Թուրանի վերաբերյալ մեծ վերլուծություն էի ներկայացրել Facebook-ում, դա այդ իմ վերլուծությունը խոսում էր հետևյալի մասին, որ կա կոչվում է Շուշիի պայմանագիր 2021 թվականին կնքած, Շուշիի պայմանագիրը Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև կնքած լայնացել է, այսօր Ուզբեկիստանն էլ է, իսկ Ուզբեկիստանը պետությունը, որը ունի սահմանադրությամբ ամրագրված չունի հնարավորություն ռազմական որևէ ալյանսի մեջ ներգրավվածություն ունենալու, էլի, այսինքն որ ինչ որ կոնկրետ ալյանսի մեջ մտնի, բայց այսօր Ուզբեկիստանի խորհրդարանում արդեն քննարկվում է այդ անվտանգային ալյանսի մեջ Շուշիի պայմանագրով մտնել թուրք-ադրբեջանական տանդեմի մեջ։ Ես ձեզ հիշեցնում եմ, որ այդ Թուրանի ծրագրին Հայաստանի Հանրապետությունը խանգարել է եւ խանգարել է հստակ նաեւ գաղափարապես եւ
այս կոնտեքստում ա եղել նաև, որ Հայաստանի Հանրապետությունը գործոն ա եղել տարածաշրջանում եւ ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ, երբ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել էր Թուրքիա, Թուրքիայի հետ ֆուտբոլային խաղի ժամանակ այդ դաշտում փակել էին Աթաթուրքի նկարը։ Մենք այդտենց գործոն ենք եղել տարածաշրջանում, իսկ այսօր Հայաստանի Հանրապետությունը առհասարակ որևէ ձև քաղաքական գործոն չի, առհասարակ որևէ ձև չի ներկայացնում ինչ որ շահի օղակ եւ այս շահի օղակ չներկայացնող Նիկոլ Փաշինյանը մեկնում է Թուրքիա, չգիտենք ինչի համար, բայց վստահաբար ոչ հայանպաստ գործողություններ իրականացնելու համար։ Նա մեկնում է կամ հակաեկեղեցական արշավի մասով, նա մեկնում է կամ հակաիրանական, որ մեզ ասեն դուք չխառնվեք, մեզ հնարավորություն տվեք, Նիկոլ Փաշինյանը կարող է ասի մի օր, որ ես բացում եմ օդը, խփեք իմ Հայաստանի վրով, խփեք ինչ ուզում եք արեք, մեզ ասի ժողովուրդ ջան, դա պատմական խաղաղություն, չխառնվենք եւ այլ, մարամ ջան, ծիծաղելի է, այո, աբսուրդային բան եմ ասում, չէ՞, որպես լոգիկա տրամաբանություն, բայց այս աբսուրդային բաները Նիկոլ Փաշինյանը անում է։ Այսինքն հասկանում եք ինքը ինչեր է արել ու ինչեր ենք մենք իրանցից սպասում։ Այսինքն որ մարդկային տրամաբանության մեջ ինքը աբսուրդային բան է, այսինքն չի կարա տենց բան լինի, էլի անհնար է տենց բան լինի, բայց այդ անհնարի մեջ մտնում էր նաև Արցախը, Ադրբեջանի մաս ճանաչող հայ ղեկավար։ Այդ աբսուրդայինի մեջ մտնում էր նաև, որ մենք կունենանք ղեկավար, ով 7 միլիարդ դոլար արտաքին պարտք կվերցնի ու այդ պարտքը, այդ փողը հոդս կցնդի։ Աբսուրդի մեջ մտնում էր մարդ, ով գնում էր հեծանիվով գործի, հիմա 150 ախրանիկներով է մանգալի ու մի քանի զրահապատ մեքենայով։ Այդ աբսուրդի մեջ մտնում էր մարդ, ով կփչացնի մեր հարաբերությունները սաղ հարևան երկրների հետ, Վրաստանից սկսած մինչև Իրան, Իրանից մինչև Չինաստան, Չինաստանից մինչև ԱՄՆ, Ռուսաստան բոլոր երկրների հետ մեր հարաբերությունները կփչացնի։ Մեր գլխավոր ռազմավարական դաշնակից պետության հետ կունենանք դիվանագիտական փոխհրաձգություն, այնքան որ նրանք տարիներ շարունակ կխափեն, որ Գորիսում կունենանք Ռուսաստանի Սյունիքում կունենանք Ռուսաստանի հյուպատոսություն, բայց կլինի ֆրանսիական կբացվի։ Եվ այսպես շարունակ նրանք խափում են, շարունակում են գործել, իհարկե այսօր որոշ շրջանակներ հասկանում են, որ կախված է մարդկանց Դամոկլյան սուրը ազգային ժողովում իմպիչմենտի տեսքով այսօրվա դրությամբ կախված, որոնք դրա մասին շատ խոսում են, եւ ես վստահեցնում եմ, որ ժողովուրդ եւ ազգային ուժեր համախմբվածությունը, միասնականությունը բերելու է Նիկոլ Փաշինյանի հեռացմանը սահմանադրական ճանապարհով, իմպիչմենտի գործողություններով կամ փողոցային խաղ անվտանգությունների համակցմամբ մենք վստահեցնում ենք, որ պետքա պայքարենք, սիրելի ընկերներ, սա նաև վերաբերվում է մեր երիտասարդներին, մեր երիտասարդությունը պետքա ուժ ունենա, որպեսզի պայքարի այս ամեն ինչի դեմ, այս կործանարար գործողությունը, դուք տեսնում եք արդեն մարդիկ փախնում են Հայաստանի Հանրապետությունից, ովքեր որ Նիկոլի գործիքն են եղել, մի մասը փորձում է արդեն իր համար պլացդարմ սարքի այլ երկրներում, որտեղ իրենք գիտեն, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը շուտով փոխվելու է։ Դուք տեսնում եք, որ կա գզվրտոց փաշինյանական թիմերի մեջ Մենք տեսեք, մենք չենք տիրապետում իրավիճակին, վերլուծություններից բացի, այսինքն մենք չունենք շոշափելի ինչ որ ինֆորմացիա, թե նրանք ինչ վնաս են տվել Հայաստանի Հանրապետությանը, էլի մինչև հիմա։ Մենք չենք իմանում դրա մասին։ Դրա մասին կիմանանք իշխանափոխությունից հետո, բայց իրանք իմանում են ինչ վնաս են տվել Հայաստանի Հանրապետությանը։ Եվ այդ որ իրանք իմանում են, այսինքն դա մենակ ֆինանսական վնասի մասին չի խոսքը, հասկանում եք, այդ վնասը քաղաքական վնասի մասին է խոսքել, օրինակ ինչ
համագործակցության պայմանագրերը չի ստորագրվել, ինչ համագործակցության պայմանագրերը ստորագրվել, Երևանի քաղաքապետարանում այդ չարաշահումները ինչ աստիճանի են, ինչ տարիներով է վերցրված, ինչ վարկեր է վերցված, ինչ պետք է արվեր, ինչ չի արվել, այս ամեն ինչը, հա, այս բոլոր անգործությունը, տամարտությունը իրանց, որ իրանք անում են, մենք բացահայտելու ենք։ Այս կոնտեքստում ուզում եմ ձեզ մի պատմություն պատմեմ ու սահմանափակվենք, հարգելի հայրենակիցներ։ Ուրեմն, սա իրական պատմությունն է մի երկրի մասին, կարևոր չի, որ երկրի, կարևորը պատմության էությունն է։ Ուրեմն մի վարչապետ լինում է հավաքագրված այլ երկրի հատուկ ծառայությունների կողմից։ Այդ հավաքագրված վարչապետը երկիրը քանդում է, անընդհատ կազմաքանդվում է այդ երկիրը։ Ու այդ երկրի հատուկ ծառայությունները ինչ որ մի օր իմանում են, որ այս վարչապետը հավաքագրված այլ երկրի գործակալ է, էլի հատուկ ծառայությունների։ Մտնում ձերբակալում են այս վարչապետին, դա եվրոպական մի երկրի վարչապետ է լինում, ու ասում են, որ ինչ հրամանես դու կատարել, ինչ են քեզանից ուզել։ Ասում են, ասել են, որ ես ոչինչ չանեմ։ Էլ նորից հարցաքննում են, նորից ասում են, պատմի ինչ են ասել, որ անես։ Եվ իր գործողության անունը, իր գործողության իմաստը, իրան հավաքագրելու էությունը եղել է հետևյալը։ Իրան ասել են, ուղղակի ոչ մի բան մի արա։ Այսինքն ոչ թե ինչ որ մեզ ինֆորմացիա տուր, ոչ թե ինչ որ մեզ ինչ որ երկիրդ կազմաքանդի, ասել են որևէ բան մի արա։ Ընդհանրապես որևէ գործողությամբ մի զբաղվի, բանակ մի կառուցի, հոգևոր արժեքներով մի զբաղվի, երեխաների դաստիարակությամբ մի զբաղվի, դպրոցներով եւ կրթական այլ հաստատություններով մի զբաղվի, ռազմավարական դաշնակիցների հետ հարաբերություններով մի զբաղվի, այսինքն ոչ ավելացրու, ոչ պակասացրու, մի շփվի հետները, մի արա։ Եվ այսպես այդ մարդը քանդում էր իրանց երկիրը։ Հասկանում եք, այսինքն անպայման չի, որ ինչ որ մի կոնկրետ բան պետքա անեն, որ ասես իրանք լավ կառավարիչներ չեն։ Այս մարդիկ շատ հաճախ եւ իրանցից շատ շատերը չեն անում որևէ բան, այսինքն հանցավոր անգործության են մատնված եւ այդ հանցավոր անգործությունը եւս պետքա քննվի, որպեսզի պատկան մարմինները դրանցով զբաղվեն, մենք հասկանանք, այս մարդիկ իրականում ուղակի տգիտության, տահասության արդյունքում է սա ձևավորվել, հա, տարաճանաչ չլինելու արդյունքում է, թե ինչ որ կոնկրետ իրանք ծախված են ինչ որ համակարգի, որը իրանց դրթում է, որպեսզի իրանք ինչ որ գործողությամբ զբաղվեն, հա, այդ օրինակ, տեսեք, մենք խոսեցինք նոր, որ իրանք իրար մեջ ինչ որ այդ մի հատվածը խոսում է վիվարոների դեմ, մի հատվածը ՔՊԻ էլի, այսինքն չի խոսում վիվարոների դեմ, այս մի հատվածը, որը խոսում է, ասում է, որ ովքեր որ չեն խոսում վիվարոից ծախված են փող են ստանել, իրանք այդ իրանք ՔՊԻ падգամավորներն են ասում, էլի, ովքեր որ չեն խոսում, ասում են, որ ովքեր որ խոսում են քաղաքական PR լինելու համար են խոսում։ Այս բանակի թեմայով Անդրանիկ Քոչարյանի շահագրգռվածությունը Հայկ Սարգսյանի դեմ անհասկանալի է։ Նաիրի Սարգսյանի անդկիսաանդիմադիր կարգավիճակը, ես հիշեցնում որ Նաիրի Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի օգնականն է եղել եւ Հայկ Սարգսյանի եղբայրն է, ով կիսաանդիմադիր կեցվածք է ընդունել եւ աշխատում է Նիկոլ Փաշինյանի դեմ որոշակի առումով։ Այս ամեն ինչը անհասկանալի է։ Հասկանալի է միայն նա, որ Հայաստանի Հանրապետությունը պետքա շարունակի իր գոյությունը Նիկոլ Փաշինյանից հետո եւ շարունակի հարատև։ Իսկ այդ հարատև լինելու համար մեզ պետքա միասնականություն։ Նաեւ ՔՊԻ падգամավորները պետքա միանան մեզ եւ ՔՊԻ падգամավորները եւ ՔՊԱ-ականները պետքա միանան իմպիչմենտի գործընթացին կամ ազգային այլ գործընթացի, որը հնարավորություն կտա Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնել, որովհետև դուք բոլորը թանձակից եք դառնում Նիկոլ Փաշինյանի կողքին եւ գործիք եք դառնում Նիկոլ Փաշինյանի ձեռքում Հայաստանի Հանրապետության կազմաքանդման գործիք։ Ես կոչ եմ անում, որպեսզի դուք ջնջեք այդ սևերի ու սպիտակների բոլոր հատվածները եւ միանաք ազգային գաղափարախոսությանը, որը ասում է հետեւյալը. ազգ հայրենիք պետություն առանց որևէ ինչ որ կուսակցական պատկանելիության, առանց որևէ ինչ որ
քաղաքական նոտաների, սա ազգային պայքար է, որովհետև ինչպես տեսնում եք, նորից եմ ասում, այս տուրբուլենտ հատվածում մեզ մարդ է պետք, ով Հայաստանի Հանրապետությունը կհանի այս տուրբուլենտ հատվածից։ Ձեր կուսակցության ղեկավարը Նիկոլ Փաշինյանը, ասկի, ասենք ինչ ասեմ, խանութ չի կարող գնա, ասենք, էլի հասկանում եք, այդ մարդիկ սկի ծառ չեն կարող տան գնա Երևանում, որ օդի ջերմաստիճանը ապահովեն կամ օդի աղտոտվածության դեմ պայքարեն եւ այլն։ Ինչ տուրբուլենտ հատվածից ինքը պետք է մեզ հանի։ Տեսել ենք իր տուրբուլենտ հատվածից հանել, իր տուրբուլենտ հատվածից հանելու արդյունքում մենք կորցրեցինք մեր հայրենիքի մի հատվածը եւ շարունակում ենք անընդհատ կորուստը, թե քաղաքական, թե ռազմական առումով։ Այսքան էր հարգելի հայրենակիցներ իմ ասելիքը, կհանդիպենք շուտով։ Ես ձեզ եւս մեկ անգամ կոչ եմ անում, որպեսզի նաեւ դուք ձեր հարևանների հետ շփվելու ջնջեք այդ սև սպիտակ, այդ բևեռացված հասարակությունը մի քիչ եկեք նախանձին եւ իրար հետևից խոսարում վերջ տանք եւ իրար սիրենք, որպեսզի իրար ուսուսի տված կարողանանք ինչ որ մի լավ բանի հասնենք։ Այդ նախանձնա, որ մեր տունը քանդել է։